Ազգային արժանապատվության մասին մի բան պատմեմ, հայր ջան։ 2010 թվականներ ֆինանսների նախարարությունում էի աշխատում, մի ամսով գործ ուղղվել էի Տոկիո, որտեղ փորձի փոխանակում էր, նաև որոշ սեմինարներ։ Այդ արարողության ընթացքում վերջում յուրաքանչյուր մարդ իր երկրի կոնկրետ ընտրված համակարգի վերաբերյալ որոշակի նյութ է ներկայացնում և քննարկումներ է լինում։ Ադրբեջանի ներկայացուցիչը իր նյութի քննարկման ժամանակ ներկայացնում է, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 1/3-ը, նկատի ուներ Արցախը։ Ես այդ լսելով տեսնում եմ, որ այդ ճապոնացի ներկայացուցիչները ոչ մի բան չեն անում, հայտարարում եմ մտեղ, որ ես դադարում եմ մասնակցել հաջորդ թիվ գործողություններին, արդեն ընդ որում վերջանում էր մի քանի օր մնացել և հետևաբար նաև չեմ մասնակցում, այդ վկայական էին հանձնում վերջում այդ արարողությանը։ Եվ իրենց հետ զգուշացնում եմ, քանի որ թողել եք, որ նման քաղաքական հայտարարություն արվել այս հարթակում, դիտողություն չեք արել, ես դրա մասին դիվանագիտական տարբեր ատյաններին եմ տեղեկացնելու և խնդիր եմ դարձնելու ձեր համար։ Իրանք հետո եկան իմ հյուրանոցի համար, խնդրում էին, որ նման բան չանես։ Ես իհարկե դա արեցի, բայց մեր մոտ որոշ պաշտոնյաներ հարկ չհամարեցին դրա շուրջ խորանալ, ինչը սխալ էր իմ համոզմամբ, բայց հիմա դրա մասին չեմ պատմում։ Պատմեմ նրա մասին, որ ես չգնացի մասնակցի այդ արարողությանը, չվերցրի այդ վկայական, իրենք հետո փոստով ինձ ուղարկեցին դա իհարկե, ներողություն էլ խնդրեցին, որ նման միջադեպ է տեղի ունեցել, և սա ինչի համար էր, ինձ ոչ մեկ չէր ուղղորդել, որ նման բան լինի, քեզ այդպես կպահես, սա ազգային արժանապատվության փոքր դրսևորում էր, քանի որ մեր հողի, մեր հայրենիքի համար հազարավոր զոհեր էինք տվել, մաքարումների մեջ ենք եղել, բոլորս այդ զրկանքների միջով անցել ենք և պարտավոր ենք դա ինչ-որ ձևով ամեն մեկս մեր դիրքում պաշտպանել։ Հիմա այսօր Հայաստանի այս մեծ ամոթի շրջանը, տեսեք, հիմա ներկայիս շրջանը ես անվանել եմ մեծ ամոթի շրջան։ Այս մեծ ամոթի շրջանը հերթական դրսևորում է ունենում, նախագահի պաշտոն զբաղեցնող Վահագն Խաչատրյանը ինչ անում, գնում է Դավոսում, տնտեսական ֆորում է, հանդիպում է, Ալիևին ասում է շնորհակալություն, պատկերացնում եք դուք, այն Ալիևն է, որ տասնյակ հայերի հիմա գերի է պահում, այն Ալիևն է, որ հայկական տարածքները գրավել է, այն Ալիևն է, որ ասում է հայկական ցեղասպանություն չի եղել, կեղծ այդի հորինած, այն Ալիևն է, որ այս մեր Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան։ Սա, Ժորժ ջան, չգիտեմ ինչ բառերով գնահատեմ, չեմ ուզում վիրավորական բաներ ասեմ, մեկը անիմաստ է իրենց գործողություններով, իրենք իրենց այնքան են վիրավորում, նսեմացնում, բայց ես մի բան կասեմ, մեզ բոլորիս հայերիս շատ ամոթ է, ես դրա համար եմ մեծ ամոթի շրջան սա ասում, որ մեր երկիրը նկայացնում նման մարդ, ինքը Փաշինյանը և մյուսները, և դրա համար եմ ինքը շարունակաբար ասում, որ Հայաստանի իշխանությունները հայկական շահեր չեն ներկայացնում, չի կարող հայկական շահ ներկայացնող ղեկավարը շնորհակալություն հայտնել Ալիևին, որը հայկական տարածքներ այս պահին էլ ունի գրաված, որը գրավել է Արցախը, որը ունի հայ գերիներ, որը սպառնում է գրավել ամբողջ մյուս հայկական տարածքները։ Սա ուղղակի խայտառակություն բառ ասելը չգիտեմ ինչ է, էլի, սա ամոթի մեծ ամոթ է, մեզ շատ մեծ ամոթ։ Եվ ես հորդորում եմ այն մարդկանց, դադարեք այդ մարդկանց հետ համագործակցել, դադարեք սեղմել նույն այդ նախագահ կոչվածի ձեռքը, վարչապետ կոչվածի ձեռքը, ձեր համագործակցությունով դուք մեր բոլորիս, մեր հայ տեսակի խայտառակությունն ու ամոթը շարունակական եք դարձնում, հայր ջան, մի արեք, ավելի լավ այդ մի քիչ ավել փողը չլինի, կամ ընդհանրապես չլինի, ազգային արժանապատվությունը այն, որ դուրս ենք գալիս գլուխներս բարձր կլնենք, պատերազմում պարտվելը կարա լինի, անցնել, հաջորդնել հաղթենք, բայց ստորացում, նսեմացումը նման ստորացման նսեմացմանը հանդուրժելն ու դա ընդունել նորմալ, դա ընդունելի չի, դա չի կարելի, դա Աստված էլ մեզ չի ներելու այս ամեն ինչի համար, չի կարող ստորացած ու նսեմացած մարդը հարգանքի արժանի լինի, չի կարող ուղղակի, սա էլ արձանագրված խայտառակություն է, տեսեք համոզվեք։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը, պարոն Ալիևին,
Ինչպես նաև ես իրավունք ունեմ շնորհակալություն հայտնել նաև մեր վարչապետին, որովհետև երկրի մեր ղեկավարը վարչապետն է, այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է, եւ դա նպատակը մեկն է եղել, գիտեք, հիմա արդեն տեսանելի է, նպատակը միայն խաղաղությունն է եղել, ոչ թե իշխանության, կներեք, որ ես այդպես եմ մեկնաբանում, պարոն Ալիև, մնալն է խնդիրը եղել, այլ խաղաղ ապրելը։